Ձմռան նախաշեմին ու ամբողջ ձմեռ գյուղերում մինչ ամեն մեկը կանցնի իր բան ու գործին, առաջին քայլը վառարանը վառելն է։ Աշտան ոսկեգույնը տեղ-տեղ խամրում է գեղատեսիլ ջաջուրում, երբ գյուղի երկինքը վառարաններից դուրս եկող ծխով է լցվում, այստեղ դեռ սպասում են կապույտ վառելիքին։ Առաջ փայդներ կպերին չէ, մեքենաներով կվաճառից լրիվ փագեցին արդեն։ Հիմի չկա вообще, ու թանկ է։ Ածուխը նորից կրկնա պատիկ, չեն կարառնի 100 քանի հազար տոննան ինչ է։ Իսկ գազը շատ լավ բան է։ Թանկներով գնում ենք ածուխ, ատարի հույսին ենք, փայդի հավաքում եւ այլն եւ այլն։ Ախուրյան համայնքի ջաջուր բնակավայրը գազ չի ունեցել գյուղի հիմնադրման օրվանից։ Միայն վերջին 2 ամսում են մեկնարկել այս եւ հարակից գյուղերի գազաֆիկացման աշխատանքները։ 2026-ին հույս ունեն, որ փայտ ու ածուխ գնելու ճարը տեսնելու կարիք էլ չի լինի։ Համայն կառավարություն համագործակցության շնորհիվ ունեցանք նմանատիպ ծրագիր, դե գյուղը վառարաններ է օգտագործել։ Այս պահին արդեն հուսով են, որ 26 թվականից կունենան կապույտ վառելիքը արդեն տներում։ Շատ սպասված ծրագիր էր 80-ական թվականներից մենք սպասել ենք այս ծրագրին։ Կռվով, ինչպես 80-ական թվական կռվով, դավով չկարողացանք իրականացնել մենք այս ծրագիրը, բայց 2025 թվականին մեզ ուրախություն ծրագիրը իրականացավ։ Թոզ է, ամեն ինչը չէ, ածուխն էլ մուր է, տրուվեկով է։ Իսկ հիմի այդ արդեն պետք է քիչ զարգանանք էլի այդ ձևեսենք։ Գազը լավ է, մաքուր։ Շիրակի մարզի գյուղական համայնքներում գազաֆիկացման պատկերն այսպիսինն է։ Ախուրյան համայնքի 33 բնակավայրերից 13-ը գազաֆիկացված են, 15-ը գազաֆիկացման փուլում են, 5-ում կապույտ վառելիքի մասին դեռ երազում են։ Արտիկ համայնքում բոլոր 24 բնակավայրերը գազաֆիկացված են։ 2023 թվականից ներքին ցանցի ընդլայնման աշխատանքներ են տարվել 8 բնակավայրերում։ Անի համայնքի 17 բնակավայրերը եւս գազաֆիկացված են։ Աշոտցքի 24 բնակավայրերից 4-ը ամբողջությամբ գազաֆիկացված են, 5-ում էլ գազաֆիկացման աշխատանքների փաստաթղթերի հանձնման ընդունման փուլն է ընթանում։ 15 բնակավայր դեռ գազ չունի։ Ամասիայի 18 բնակավայրերից գազաֆիկացված են 4-ը, 3 բնակավայրերում գազաֆիկացման անցկացնելու վերաբերյալ սուբվենցիոն ծրագրերը հաստատված են։ 2026 թվականի ծրագրերում էլ գազաֆիկացման համար 1 գյուղ է ներառված։ Այստեղ դեռ կշարունակի սպասել 10 բնակավայր։ Արդյոք գազաֆիկացման դեպքում բնակիչների ծախսերն ավելի շատ չեն լինի։ Վերջիններս նշում են, որ իրենց հաշվարկներով ոչ։ Տրած ես ճոճիրը, ուզես արագացրա, ուզես քչեցրա վինտիներով։ Ու նորմալն է, ոնց որ քաղաքացի կավրի։ Գազաֆիկացումը երկար սպասված կապույտ վառելիքը գյուղացիների համար ոչ միայն ավելի մատչելի ու հարմար ջեռուցման տարբերակ է, այլ նաև մաքուր օդի, առողջ միջավայրի եւ նվազող աղտոտման գրավական։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության առաջին աղոթքի նախաճաշ միջոցառման շրջանակում կազմակերպված պաշտոնական ընթրիքին, որին ներկա են եղել Հայաստանից եւ արտերկրից ավելի քան 300 բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական գործարար եւ հոգեվոր ոլորտների ներկայացուցիչներ։ Վարչապետը հանդես է եկել ելույթով եւ ողջունել Հայաստանի Հանրապետության առաջին աղոթք նախաճաշի ֆորմատով տեղի ունեցող երեկոյի մասնակիցներին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 7 տարի զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը առաջին անգամ է ներկա գտնվում այս ձևաչափով միջոցառմանը, որտեղ ներկա են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու, եզդիական, հրեական, հայ, կաթոլիկ, հայավետարանական համայնքների ներկայացուցիչներ, ասորական ուղղափառ եկեղեցիների, մահմեդական եւ այլ հավատքի տեր մարդիկ։ Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կրոնական հանդուրժողականությունը միշտ եղել է օրակարգային եւ սա այն դեպքերից է, որ քաղաքականությունները, հայտարարությունները, որոշումներն այդ թվում պիտի վերածվեն կոնկրետ մարդկային շփումների։ Երկրի ղեկավարը նաև հավելել է, որ այս շփումները շատ կարևոր են Հայաստանում կրոնական տարբեր համայնքների ազգային փոքրամասնությունների հավատքին, կրոնին ծանոթանալու տեսանկյունից։ Արդ, երբ որ մարդու որդին գա իր փառքով եւ բոլոր հրեշտակները իր հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրա ու նրա առաջ պիտի հավաքվեն բոլոր ազգերը եւ նա նրանց
միմյանցից պիտի զատի, ինչպես մի հովիվ, որ զատում է ոչխարները այծերից։ Եվ ոչխարները իր աչին պիտի կանգնեցնի, իսկ այծերը ձախի։ Այն ժամանակ թագավորը պիտի ասի նրանց, որ իր աչին է։ Եկեք իմ հոր օրհնյալներ, ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը, որովհետև քաղցած էի եւ ինձ ուտելիք տվիք, ծարավ էի եւ ինձ ջուր տվիք խմելու, օտար էի եւ ինձ ձեր մեջ առաք, մերկ էի եւ ինձ հագցրիք, հիվանդ էի եւ ինձ տեսնելու եկաք, բանտում էի եւ ինձ այցի եկաք։ Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն նրան ու ասեն. Տեր, երբ տեսանք քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ ծարավ եւ ջուր տվեցինք, երբ տեսանք քեզ օտար եւ մեր մեջ առանք, կամ մերկ եւ հագցրինք, երբ տեսանք քեզ հիվանդ կամ բանտի մեջ ու եկանք քեզ այցի։ Թագավորը պիտի պատասխանի ու ասի նրանց. ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ինձ համար արեցիք։ Այն ժամանակ նա պիտի ասի նրանց, որ իր ձախից են. անիծյալներ, գնացեք ինձնից հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի եւ իր հրեշտակների համար, որովհետեւ քաղցած էի եւ ինձ ուտելիք չտվիք, ծարավ էի եւ ինձ ջուր չտվիք, օտար էի եւ ինձ ձեր մեջ չառաք, մերկ էի եւ ինձ չհագցրիք, հիվանդ էի ու բանտի մեջ եւ ինձ տեսնելու չեկաք։ Այն ժամանակ նրանք էլ պիտի պատասխանեն ու ասեն. Տեր, երբ տեսանք քեզ քաղցած կամ ծարավ կամ օտար կամ մերկ կամ հիվանդ կամ բանտի մեջ ու քեզ չծառայեցինք։ Այն ժամանակ պիտի պատասխանի նրանց ու ասի. ճշմարիտ եմ ասում ձեզ, որովհետև այս փոքրերից մեկին այդ չարեցիք, ինձ համար էլ չարեցիք։ Եվ նրանք պիտի գնան դեպի հավիտենական տանջանք, իսկ արդարները հավիտենական կյանք։ Ես հիմա այս պատմությունը ինչի համար եմ պատմում, որ այսքան տարիներ հետո այդ դիպվածի բերումով ես իմացա որն էր այն պահը եւ որն էր այն տեքստը, այն ուղերձը, որը ինձ մոտեցրեց Աստծուն, որը իրականացրեց իմ հանդիպումը Աստծու հետ, որը իրականացրեց իմ հաղորդակցությունը մեր Տեր եւ Ուսուցիչ Հիսուս Քրիստոսի հետ։ Հայաստանյան քաղաքացիական հասարակության կողմից կազմակերպված միջոցառման նպատակն է խթանել երկխոսությունը ու համագործակցությունը, դրա հիմքում ունենալով Հայաստանի պատմական քրիստոնեական ինքնության, խաղաղության, բարոյական սկզբունքների վրա հիմնված առաջնորդության ու կրոնական ազատությունը։ Աղոթքի նախաճաշի հեռահար նպատակն է ձևավորել տեսլական եւ Հայաստանը դիտարկել որպես կրոնական ազատությանն ու բարեկեցությանն ուղղված առաջատար երկրի դիտանկյունից, որն ունի հավատքի, գործընկերության, նորարարության եւ խաղաղության վրա հիմնված հասարակություն։ Աղոթքի նախաճաշ միջոցառմամբ Հայաստանի Հանրապետությունը միանում է համաշխարհային այն ավանդույթին, որը միավորում է առաջնորդներին խորհրդածելու, աղոթելու եւ մեր ժամանակների մարտահրավերներին դիմակայելու համար բարոյական լուծումներ գտնելու։ 2025 թվականին ես առաջին անգամ մասնակցեցի Վաշինգտոնում կայացած Միացյալ Նահանգների ազգային աղոթքի նախաճաշին։ Եվ պիտի ասեմ նաև, որ ես շատ վստահ չէի, թե արդյոք ճիշտ եմ վարվում, որ ժամանակը ծախսում եմ, այ ճանապարհը երկար է, հասկանալիորեն, եւ միայն ճանապարհի վրա շատ երկար ժամանակ է ծախսվում։ Ես վստահ չէի, թե արդյոք ճիշտ եմ վարվում ժամանակը ծախսելով գնալու մասնակցելու նախաճաշի, ինչպես ասիկ, նախաճաշի մասնակցելու համար, բայց ի վերջո հիմա հետահայաց նայելով, թերևս այդտեղ ինչ-որ նախախնամություն կար, որովհետև հենց այդ այցը Միացյալ Նահանգների մայրաքաղաք շատ էական դեր ունեցավ հետագա
քաղաքական գործընթացների եւ հենց բուն խաղաղության գործընթացի համար եւ ըստ էության խաղաղության գործընթացը հիմա երկու աղոթքի նախաճաշերի միջև տեղի ունեցած իրադարձություն է փետրվարին տեղի ունեցած աղոթքի նախաճաշի եւ նոյեմբերին տեղի ունեցած աղոթքի նախաճաշի միջև եւ սա ես չեմ կարող մեկնաբանել ես ընդամենը սա ներկայացնում եմ որպես փաստ որպես վիճակագրություն որը թերևս ունի գուցե ունի ինչ որ հոգևոր նշանակություն եւ իմաստ եւ ինչ այլոց շատ հետաքրքիր էր որ Միացյալ Նահանգների աղոթքի նախաճաշում հանդես եկան ելույթ ունեցան Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը որի հետ ես հենց այցի շրջանակներում հանդիպումներ ունեցա եւ շփումներ ունեցա հետո ելույթ ունեցավ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը որը հետագայում պիտի վճռական եւ առանցքային նշանակություն ունենար Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում դա ենթադրում եմ բոլորը տեսել եք ես այդ մասին այլ մանրամասներ ներկայացնելու պատեհություն չեմ տեսնում նրանք ովքեր չեն տեսել ամենայն դեպս տեղեկատվությունը հրապարակային է եւ ես հիշում եմ այն ժամանակ երբ դեռ պարզ չէր թե ինչ կարող էր լինել ինչ ուղղությամբ կգնային process-ները այդ ժամանակ էր որ ըստ էության ձևավորվեց կամ տարբեր տեղերում խմորված եւ մտածված այդ գաղափարը տարբեր մարդկանց կողմից ինչ որ մի կետում դիպվածով հանդիպեց որ այսինքն խաչվեցին գաղափարները եւ մարդիկ ովքեր առանձին գուցե մտածել էին իսկ գուցե Հայաստանի Հանրապետությունում էլ արժե աղոթքի նախաճաշ ունենալ որովհետեւ ես երեք փորձեցի ասել ինչով ինձ ցնցեց այդ միջոցառումը որին մասնակցելու վստահություն ես ամենևին չունեի դա ինձ օգնեց հասկանալ որ այո մարդիկ կարիք ունեն պարզապես իրենց հոգևոր զգացմունքների փորձի պատմությունները պատմել եւ կիսել կարիք ունեն Աստծո հետ Հիսուս Քրիստոսի հետ կամ նրանք ովքեր այլ կրոնների հետևորդ են իրենց փորձը կիսել մարդկանց հետ եւ դա նախ հոգևոր պահանջմունք է եւ հետո ինչ որ առումով ծառայություն է Աստծուն որովհետեւ Աստծուն ծառայության ամենակարևոր օրինակը Աստծո խոսքը տարածելն է Առանձնազրույց ընդլայնված կազմով հանդիպում ու համատեղ հայտարարություն։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վրաստանում հանդիպել է նախագահ Միխայիլ Կավելաշվիլի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի, գործընկերոջ Մակաբո Ճորուշվիլիի եւ խորհրդանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Հաստատված խաղաղության շահառուն միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլ նաև Վրաստանը, ընդհանուր տարածաշրջանը։ Վրաստանի նախագահ Կավելաշվիլիի հետ հանդիպմանը հայտարարել է Արարատ Միրզոյանը, հավելել, որ դրա օրգանական շարունակությունը կլինի Հարավային Կովկասում գործակցության զարգացումն, այդ թվում եռակողմ ձևաչափով։ Վրաստանի նախագահն աջակցություն է հայտնել այս տեսլականին։ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը Վրաստանի վարչապետ Կոբախիձեին էլ ներկայացրել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ դրանց կյանքի կոչման միջոցով ընձեռնվելիք նոր հնարավորությունները։ Միրզոյանը ընդգծել է, գործընթացը համահունչ է խաղաղության խաչմերուկ նախագծի տեսլականին։ Նա երախտագիտություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը Վրաստանի աջակցության համար։ Միրզոյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության շարունակական զարգացմանն ուղղված աշխատանքները, որոնք ներառում են ինչպես ակտիվ քաղաքական երկխոսություն, այնպես էլ տնտեսական կապերի ու փոխկապակցվածության խորացում։ Երկկողմ գործընկերության զարգացում տարածաշրջանային հարցեր սա էլ Միրզոյանի եւ գործընկերոջ Մակաբո Ճորուշվիլիի հանդիպման օրակարգն է։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների ապաշրջափակումը, այդ թվում Հայաստանի տարածքով Թրամփի ուղու իրականացումը կապահովեն փոխադարձ առավելություններ, գործընկերոջ հետ համատեղ հայտարարության ընթացքում նշել է Արարատ Միրզոյանը։ Այս ապաշրջափակում անխոչնդոտ հաղորդակցություն կստեղծի Հարավային Կովկասի բոլոր երկրների եւ հարևան տարածաշրջանների միջև, այդ թվում Վրաստանին օրինակ կապահովի Պարսից ծոցի հետ երկաթուղային կապով։ Հայաստան-Թուրքիա սահմանին Գյումրի-Կարս երկաթուղու բացումը բնականաբար ևս կարող է էական նշանակություն ունենալ այս առումով, վրացական երկաթուղիների հետ դառնալով Եվրոպա կենտրոնական Ասիա կապուղիների շղթայի կարևոր մաս։ Մենք հավատացած ենք, որ այս խաղաղության հաստատմամբ, խաղաղության, ինքնիշխանության շարունակական ամրապնդմամբ մեր տարածաշրջանն իրապես կարող է վերածվել խաչմերուկի կապուղիների հանգույցի, ընդգծել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։ Վրաստանը ողջունում է օգոստոսի 8-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, այն համարելով կարևոր քայլ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։ Սա էլ Մակա Բոճորիշվիլիի ընդգծումն է։ Այս պատմական համաձայնագիրը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար արված կայուն քայլ է, եւ դա տարածաշրջանի երկարաժամկետ կայուն զարգացման հնարավորություն է տալիս։ Նա ընդգծել է, որ Վրաստանը մշտապես ունեցել է կառուցողական դեր տարածաշրջանային գործընթացներում, հավատարիմ կատարում է իր դերը տարածաշրջանի խաղաղ զարգացման մեջ եւ պատրաստ է ներդրում ունենալ ապագա գործակցության ամրապնդման հարցում։ Հայաստանն ու Վրաստանը շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը, ընդգծել է Միրզոյանը։ Ռազմավարական գործընկերության միջոցով մենք պետք է շարունակաբար նպաստենք փոխկապակցվածության ընդլայնմանը, ամրապնդման եւ հակառակը այդ ճանապարհին թույլ չտանք խոչընդոտներ։ Միրզոյանը նաև անդրադարձել է գործարար համայնքի բարձրացված խնդիրներին, նշել, որ այդ հարցում ունեն քաղաքական փոխըմբռնում։ Արարատ Միրզոյանը հանդիպել է նաև Վրաստանի խորհրդանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Երկուստ եք ընդգծվել է միջխորհրդարանական կապերի շարունակական ամրապնդման կարևորությունը, իշահ երկու ժողովուրդների միջև բարեկամության եւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող օրակարգերի առաջմղման։ Միրզոյանն ու Պապուաշվիլին ընդգծել են Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագրի կարևորությունը։ Անդրադառնալով Վաշինգտոնում եռակողմ հանդիպման արդյունքներին, Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ու տրանսպորտային հաղորդակցությունների լիարժեք ապաշրջափակումը կնպաստեն, որ տարածաշրջանը վերածվի արդյունավետ, տարանցիկ եւ լոգիստիկ հանգույցի։ Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան բողոքի նոտա են հանձնել։ Նոյեմբերի 14-ին Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին, ինչի հետևանքով լրջորեն վնասվել են նաև Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը եւ դիվանագիտական ներկայացուցչության հարակից տարածքը։ Աշխատակիցների շրջանում վիրավորներ չկան։ Ադրբեջանական կողմը հաղորդագրություն է տարածել, նշելով, որ միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին հակասող հրթիռային նման հարձակումներ տեղի են ունեցել նաև նախկինում։ Միջադեպից հետո ռուսական 10 գործակալությունը վկայակոչելով իր ռազմական աղբյուրը գրել է Կիևում Բաքվի դեսպանատանը հասցված վնասի տեսանյութի ուսումնասիրությունը փաստում է, որ շենքի վրա ընկել է ուկրաինական Պատրիոտ համակարգի զենիթային հրթիռը։ Մոսկվան դեռ պաշտոնապես չի արձագանքել տեղի ունեցածին։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է Նեպտուն հրթիռներով եւ ԱԹՍ-ներով Նովորոսիսկի նավահանգստին հարվածելու մասին։ Ռազմանավերից բացի թիրախավորվել են նավահանգստային ենթակառուցվածքները, Շեսխարիսի նավթային տերմինալը եւ հրթիռային պահեստ։ Ռիազանի մարզում էլ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել ձեռնարկություններից մեկի տարածքում։ Ենթադրվում է, որ թիրախում է հայտնվել նավթավերամշակման գործարան։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Բարդ իրավիճակ է մարտի դաշտում Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտնել է, որ ամենաթեժ մարտերը Պոկրովսկի ուղղությամբ են։ Նրա խոսքով ռուսական ուժերը փորձում են ներխուժել բնակելի թաղամասեր եւ ամրապնդել դիրքերը։ Մշակել ենք հակազդման միջոցառումներ, կենտրոնացած ենք պաշտպանության ստորաբաժանումների համար կայուն լոգիստիկ ապահովման վրա, մանրամասնել է Սիրսկին։ Ավելի վաղ Մոսկվայից հայտնել էին, որ Պոկրովսկը շրջափակված է, ինչն ըստ Կիևի չի համապատասխանում իրականությանը։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կցանկանար հանդիպել Ռուսաստանի եւ Չինաստանի իր գործընկերների հետ քննարկելու միջուկային զինաթափման հարցը։ Դոնալդ Թրամփն ընդգծել է աշխարհում միջուկային զինանոցի կրճատման կարևորությունը, մտահոգություն հայտնել, որ Ռուսաստանը եւ Չինաստանը առաջիկա 4-5 տարում կարող են գերազանցել Միացյալ Նահանգներին այդ ոլորտում։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը հաստատել է, որ ամերիկյան կողմը մտադիր է միջուկային փորձարկումներ անցկացնել, քանի որ Թրամփի ձևակերպմամբ այլ երկրներ են դա անում։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ փորձարկումը տեղի կունենա շատ շուտով, սակայն չի մանրամասնել արդյոք այդ ընթացքում միջուկային մարտագլխիկ կպայթեցվի թե ոչ։ Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հրահանգել էր Պենտագոնին միջուկային զենքի փորձարկումներ սկսել։ Վլադիմիր Պուտինն էլ հրամայել է անվտանգության խորհրդին լրացուցիչ տեղեկություններ հավաքել ամերիկյան ծրագրերի մասին եւ առաջարկներ ներկայացնել ռուսական կողմից համապատասխան փորձարկումների նախապատրաստման աշխատանքների հնարավոր մեկնարկի վերաբերյալ։ Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ մտադիր է դիմել եվրոպական դատարան, քանի որ դեմ է մինչև 2027 թվականի վերջ ռուսական գազի ներմուծումը դադարեցնելու ԵՄ ծրագրերին։ Հունգարիան դեռևս զգալի կախվածություն ունի ռուսական էներգակիրներից։ Ավելի վաղ Բուդապեշտը վետո էր կիրառել Դաշնության էներգետիկ հատվածի դեմ եվրոպական պատժամիջոցների նախաձեռնությունների նկատմամբ։ Հունգարիայի արտաքին գործերի նախարարն էլ Բեյրութում իր լիբանանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտնել է, որ Բուդապեշտը 1.5 միլիոն եվրոյի ներդրում ունի խաղաղության եվրոպական հիմնադրամում եւ օգտագործելու է այդ միջոցները Լիբանանի զինված ուժերին աջակցելու համար։ Չենք պատրաստվում տրամադրել այդ գումարն Ուկրաինային, հավելել է Պետեր Սիարտոն։ Նա ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում խաղաղությունը բխում է Հունգարիայի ազգային անվտանգության շահերից։ Գործադիրի հերթական նիստում կառավարությունը ընդունել է առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման վերաբերյալ օրենսդրական փաթեթը։ Ի պատասխան նախարարի Նիկոլ Փաշինյանը նշեց, կարծիքներ են հնչել, որ նախագիծը պետք է գործարկել ոչ թե 2026 թվականի հունվարի 1-ից, այլ ավելի ուշ, սակայն ինքը դեմ է ժամկետի երկարաձգմանը։ Անահիտ Ավանեսյանը կոնկրետ օրինակներով բացատրեց, թե ինչպես է գործելու առողջության համընդհանուր ապահովագրության նոր համակարգը։ Հունվարի իրենքին մարդը կամ շատ կերել է, կամ շատ խմել է։ Ու այնքան վատ ազգում, որ բժշկի կարիք ունի։ Ինչ անելու։ Շտապ օգնությունը տեղափոխելով հիվանդանոց, էմերջենսի ծառայությունում նրան ապահովագրության շրջանակներում կտրամադրի առաջնային օգնությունը, բուժօգնությունը։ Կարիք կլինի, չգիտեմ, վիրահատության կամ հիվանդանոցային բուժօգնության, եւս այդ հատվածը ապահովագրությունը կփակի։ Բայց եթե նրան Ողջույն եմ խնդրում։ Հիմա միջև շտապ օգնություն գնալու պահը այդ հասկանալի է։ Շտապ օգնությունից դեպի հիվանդանոցային ծառայություն այդ հատվածում շատ են լինում մահազանգեր, միջև հիմա մարդիկ այսօր անում են, նամակներ են ստանում, ես ձեզ նաև բան եմ անում, վերահասցեագրում եմ, որ ասում են դե ով կա հարազատներից, թող գա մի հատ տենանք ստե վճարումների բանի հարց կա եւ այլն եւ այլն։ Հիմա եթե դա առողջապահության ապահովագրության ծածկույթ է, մենք կարողանում ենք երաշխավորված ասել, եթե մենք ասում ենք, որ երաշխավորված ասել, որ մեր քաղաքացին այդ նախադասությունը այլևս չի լսելու։ Եթե ծածկույթը եւ ցուցում է, այո, քաղաքացին չի լսելու կամ լսելու է ձեր ասած համավճարի կտորը, որը եւս պարզ սահմանված է լինելու։ Առողջության համընդհանուր ապահովագրության նոր համակարգը կիրականացվի 3 փուլով, կմեկնարկի 2026-ին եւ կավարտվի 2 տարի անց։ Առաջին փուլում համակարգում կներառվեն մինչեւ 18 տարեկան երեխաները, 65 տարին լրացած 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, անապահովության 28 եւ ավելի միավոր ունեցող քաղաքացիները։ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեոսյանը ներկայացրեց նախագծի փաթեթ, միաժամանակ ընդգծելով, որ այն շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթ ուղղություններից է։ Խոսքը մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատման եւ արգելման մասին էր։ 2027 թվականի հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների օտարումը, ինչպես նաեւ առկայությունն առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, մանրածախ առևտուր իրականացնելիս, սակայն որոշ բացառություններով։ Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների վրա, սա փաստացի գործող կարգավորումով։
Որպես այլընտրանք դիտարկում են թղթից եւ կտորից պատրաստված բազմակի օգտագործման համար նախատեսված տոպրակները։ Կառավարությունը հավանություն տվեց նաև արտադրական կեղտաջրերի նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին որոշման նախագծին։ 26 թվականի հուլիսի 1-ից չի թույլատրվելու արտադրական կեղտաջուր արտանետողներին պահանջներին չհամապատասխանող կեղտաջրերն առանց նախնական մաքրում իրականացնելու արտանետել կենտրոնացված ջրահեռացման համակարգ։ Որևէ օգտագործված ջուր առանց մաքրման բնություն պետքա չվերադառնա։ Որևէ ջուր օգտագործելուց հետո առանց մաքրման բնություն վերադարձնելը դա բնապահպանական աղետ է։ Այդ չմաքրվող ջրերը հետո ոռոգման համակարգի միջոցով գնում են դեպի բուսաբուծություն, հետո տարբեր կերպ վերադառնում մեր սննդի տարբեր բաղադրիչներ, նշեց Նիկոլ Փաշինյանը։ Տելեգրամի լրատվական ալիքներից մեկում մի լուսանկար էր տեղ գտել, որում երևում էր, թե ինչպես է Toyota-ի վարորդը կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները մայրաքաղաքի Նալբանդյան փողոցում մեքենան վարում հանդիպակաց։ Երևանի պարեկները հայտնաբերել են մեքենան եւ տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ մեքենան գտնվում է հետախուզման մեջ։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Հանրապետության մարզադաշտ շտապող հազարավոր երկրպագուներ, անզիջում պայքար ու էմոցիաներ։ Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ Հայաստան-Հունգարիա ֆուտբոլային հանդիպումը։ Զուգահեռ իրականությունում, ինչպես ցանկացած հանրային միջոցառման ժամանակ, ներքին գործերի նախարարության, ոստիկանության գվարդիան, համայնքային քրեական ոստիկանությունները եւ պարեկային ծառայությունը հասարակական կարգի պահպանություն էին իրականացնում, ապահովելով միջոցառման բնականon ու անվտանգ ընթացքը։ Մեր աշխատանքը սկսում է ոչ թե ֆուտբոլի պահին, այլ դրան նախորդող օրերի ընթացքում, մասնավորապես մենք Ինտերպոլի մեր գործընկերների միջոցով կապ ենք հաստատում հյուրընկալվող երկրի իրավապահ մարմինների հետ, որոշակի ճշգրտումներ ենք անում, որպեսզի կարողանանք ավելի ճիշտ կազմակերպենք անվտանգային մեր միջոցառումները, հասարակական կարգի պահպանությունը եւ հանրային անվտանգությունը։ Էդգար Պետրոսյանի խոսքով իրազեկման նպատակով նախապես հանդիպել են Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցիչների հետ, այցելել մարզադաշտ, կատարել տեղատեսություն։ Մինչև մարզադաշտ քաղաքացիների մուտք գործելը նաև համապատասխան ստուգումներ են իրականացում ծառայողական շների միջոցով, դա լրացուցիչ անվտանգության միջոց է, որպեսզի կարողանանք նաև բոլոր առումներով մեր սիրելի քաղաքացիների անվտանգությունը ապահովենք։ Ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման վարչության պետն ընդգծում է, որ գվարդիայի ծառայողները պատշաճ ապահովել են արտերկրից ժամանած հունգարացի երկրպագուների անվտանգ ու անխոչնդոտ երթը դեպի մարզադաշտ։ Գերազանց ծառայություն են իրականացնում ոստիկանները, նրանց ներկայությունը շատ կարևոր է։ Իսկ փրկարար ծառայությունը տեղում իրականացնում էր հերթապահություն, հնարավոր դեպք պատահարները բացառելու համար։ Հրդեհաշիժման աշխատանքների կարիք լինի, մասնակցենք։ Եթե անհրաժեշտություն լինի, եթե տարհանման աշխատանքներ կատարել, նաև պատրաստ ենք դրանք իրականացնել։ Ամբողջ անձնակազմով գույք տեխնիկայով լրիվ պատրաստ ենք։ Հասարակական կարգի պահպանման ու անվտանգության ապահովման պատասխանատու հանձնառությամբ ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունները շարունակելու են կատարել իրենց մասնագիտական պարտականությունները։